Այս կադրերը անցյալ տարի եմ նկարել։ Թերևս այն մարդկանցից եմ, որ սիրում եմ հաճախ շփվել բնության հետ։ Իմ մշտական հետևորդները գիտեն դրա մասին, բայց այս անգամ շփումս շատ ավելի մոտիկից ստացվեց ու ոչ թե պատահաբար, այլ մտածված։ Եղինջ շատ եմ սիրում եւ այսօր մտածեցի քաղեմ առանց ձեռնոցների, առողջարար է։ Բայց այդքանով չսահմանափակվեցի, տեսեք թե ուր հասա մինչև ոտքերս էլ մտածված ծակծկեցի։ Գիտեիք արդյոք, որ եղինջի ծակծկածը հավասարազոր առողջարար է մեղվի կծածին։ Երբ մեղուն կծում է, արտադրվում է մեղվաթթու, ռուսերեն ասած մուրավիյնայա կիսլատա։ Հենց այդ նույն թթուն էլ արտադրվում է եղինջի ծակծկածի ժամանակ։ Այնտեղ կա նաև սերոտոնին, ացետիլխոլին։ Սաթենիկ դու կանեիր տենց բան։ Երբեք։ Ես այդ չեմ ուզում դու անես։ Այն օգտակար է արթրիտի եւ ցավացող մկանների համար։ Դեռևս հայտնի չէ, թե դրանցից որը հատկապես կամ հենց իմունային ռեակցիան է իջեցնում բորբոքումները, բայց մի բան հաստատ գիտենք, որ երբ այն դնեք ձեր ցավոտ կամ բորբոքված հոդին, զգալիորեն նվազում է ցավը եւ իջեցնում բորբոքվածությունը։ Ասեղնաբուժության պես մի բան է խորհուրդ է տրվում օրը մի քանի անգամ տերևները մերսել մաշկի վրա, որտեղ ունեք բորբոքվածություն, մինչև անցնի կամ նվազի ցավը։ Նրա մեջ կա նաև կալցի, սիլեն, վիտամին C, E, B խմբի վիտամիններ եւ մեծ քանակությամբ երկաթ։ Այնքան շատ է, որ երբեմն ասում են բուսային միս։ 100 գրամ թարմ եղինջը պարունակում է 4-ից 8 միլիգրամ երկաթ։ Դե հիմա պատկերացրեք։ Հաջորդ տեսանյութում ցույց կտամ, թե ինչ համեղ սուպ եմ պատրաստում դրանից։ Իսկ հիմա հարց. մեր շուրջը անխնա աճում է այս բույսը, բայց ասեք, ձեզանից քանիսն է քաղում ու ճաշ պատրաստում կամ օգտվում նրա ոչ հաճելի, բայց օգտակար փշերից։